յուրաքանչյուրի այսօրվա արժանապատիվ գոյության համար 107 տարի առաջ մեր պապերը իրենց արյան գնով պայքարել են ոսոխի դեմ եւ գրել հայոց պատմությունը։ Փառք երեկվա եւ այսօրվա զինվորին ու կամավորին, փառք ընկածների հիշատակին։ Այժմ բարեկամներ, 1 րոպե լռությամբ հարգենք բոլոր մարտերում ընկած հայրենիների հիշատակը։ Օրհնության կարգի համար սիրով մեմը տրամադրում ենք հայ առաքելական եկեղեցու արաքածոտնի թեմի առաջնորդ անչափ սիրելի երաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Ռոշյանին։ Թալին համայնքը ներկայացել է այսօր ապարանի տոնին եւ այստեղ մենք ներկայացրել ենք թալինյան ուտելիքներ, ղափամա, ավանդական խորոված, ինչպես նաեւ խորբու տեսակ եւ ամբողջ այստեղ ներկայացված է եւ Թալինի հացը, եւ Թալինի ըմպելիքները, եւ Թալինի պանիրը։ Այստեղ մենք ներկայացանք մեր թալինյան ուտելիքներով եւ պատով ցուցադրեցինք մեր Թալինը։ Артем! Մեր կազմակերպությունը կոչվում է Արար, Հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն։ Կազմակերպիչը, նախաձեռնողը մեզ շատ սիրելի Արսեն Գրիգորյանն է, մեր սիրելի երգիչը Մրոն։ Մենակ մեր Արտենի կազմակերպությունը չի, շատ են, դուք արդեն նկատել եք, տարբեր ազգագրական բնույթի մասնագիտություններ են։ Մեր Արարում դրվածքը այնպես է, որ կազմակերպիչները իրենք ուսուցիչներին վճարում են, իսկ երեխաների համար ամբողջը ջրի է։ Երեխաների մեծ մասը մեծ հետաքրքրություն ունեն այս գործի նկատմամբ։ Մենք էլ աշխատում ենք ամեն ինչ փոխանցենք երեխաներին։ Մերը կոնկրետ խաչքարագործության պրոֆիլով է։ Թույլ տվեք շնորհավորել բոլորիս այսօրվա արդիվ, մեր հանրապետության տոնի արդիվ եւ ցանկանալով որ մեր ժողովուրդը մենք բոլորս ամեն ինչ անենք որ պահպանենք մեր ազգային ինքնությունը
եւ այս գաղափարը հենց ազգային ինքնության պահպանման գաղափարով է ծնվել, որովհետեւ մեր ազգային մշակույթը կարևոր, եթե ոչ ամենակարևոր բաղադրիչ մասն է մեր ազգային ինքնության։ Եվ ինչպես տեսնում եք, մենք ներկայացնում ենք ոչ նյութական մշակութային ժառանգության համարյա բոլոր ջյուղերը եւ այս մտահղացումը ուրեմն իրականություն դարձավ 2017 թվականին, սակայն շատ վաղուց էի երազում, որ նման բան անենք, որովհետեւ ինչպես ասացի, նպատակը հենց պահպանելն է եւ փոխանցելը մտաղ սերունդին այնինչ որ մեզ եկել եւ հասել է դարերի խորքից մեր պապերի եւ մեր ժողովրդի այդպես մեզ ավանդած այս մշակույթը, այս արժեքը եւ արժեքները, այնպես որ իսկ ինչ վերաբերում է հենց Արտենին, մենք բնականաբար ունենք շատ մեծ վարպետ, թե ջարդարաբեդ, թե խաչքարագործ, փայտի գեղարվեստական մշակման լավագույն վարպետներից մեկը մեր Սուրենը Սարոյան եւ իր միջոցով մենք կարողացանք իրականություն դարձնել մեր ծրագիրը եւ ստեղծել կենտրոն հենց Արտենիում։